Շնորհակալ եմ լավ մոտորերի։ Okay, okay. Հասկաց։ Покой мне только снится. Ուրիս Vai. Нифига себе. Окно сорт. Ջերանը քինց իսկան համբերություն լավ է ու չես գրեմ вода. Кич. Чайгай медитация. Նախ կայս YouTube-ում
խափի բաներ։ Վայ։ Չէ, բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, բարև ձեզ, ինչպես եք, բոլորին բարև ենք, ներկայանամ Ինարա Գրիգորյան, տարօրոք թվա հոգեբան, այլ ոչ թե թվագետ, որովհետև ես ավարտել եմ Ալեքսեյ Կապուստինի մոտ որպես թվա հոգեբան, այլ ոչ թե թվաբան կամ թվագետ, դրանք տարբեր բաներ են, ես ուզում եմ այսօր դուք, աշխատանքը լինելու է այսպիսին, ուրեմն ես ձեզ ցույց եմ տալու, թե ես ինչպես եմ աշխատում թվերի հետ, նախ սկսեմ ինչու թվա հոգեբան, ինչպես ճանաչեք իրական թվա հոգեբաններին, իրական թվա հոգեբանը թվաբանների նման չի դնում, ասում, ես ինչ թիվը սենց ու վсё, ոչ, դա չի նշանակում, որ մարդը թվա հոգեբան է, այսինքն ինքը թիվը վերցնում է ձեր ու բացատրում է բավականին մանրակրկիտ հոգեբանորեն, ձեզ ճիշտ բացատրելով, դնելով ամեն ինչ սենց պարզ գրքի նման ձեր դեմ, այսա թվա հոգեբանությունը, որպեսզի դուք հասկանաք, օրինակ, ես օրինակներ բերել եմ, խոսքի օրինակ բերեմ, 18 թվանշանի ներքո ծնված, 9-ն է դա, ովքեր ծնվել են 9 թվանշանի ներքո, այսինքն դա 09-ն է, 18-ն է, 1-8-9-ն է և դա 27-ն է, այստեղ մի հատ 2 կա, մի հատ 7, 7-ին 2, 9, 9-ը ինչի հետ կապ ունի, նայեք, ես ինչպես եմ դրանք հավաքում իրար, սենց, 9 կլորը դա, սենց, գլուխն է մարդու, իսկ կողքից որ իջնում է սենց ուղիղ, դա մարդու ողնաշարժն է, հասկացաք, և թեքվում է, չէ, ոնց որ ոտքերը, նայեք, այստեղ ամենակարևորը պետք է ուշադրություն դարձնեն 18-երը, ոչ թե իրանց շուրջ բոլորինները, ովքեր ծնվել են 9, 18 և 27 թվանշանի ներքո, եկել են, որ ավիրեն, այլ իրանք պետք է ամեն ինչ կառուցեն, եթե ավիրում են, խփում է որտեղ ողնաշարին, խփում է պոճկեքին, այս ես պետք է բացատրես, այլ ոչ, թե գիտես ինչ կա, եկել ես սենց, եկել ես սնենց, ոչ, դա չի նշանակում, որ դու մասնագետ ես, պետք է ցիֆրաների հետ աշխատել իմանալ, թվերի հետ աշխատել իմանալ, նայեք ինչն է հետաքրքիր, թվերը 9 կոնկրետ, այստեղ պետք է շատ զգուշ լինի, ճիշտ աշխատի, կարմիչսկի թիվ ունի, 18-ը, 18-ը ամեն ինչում պետք է արդար լինի, պատասխանատու լինի, եթե մարդը ինձ դիմել է, այլ ոչ թե անպատասխանատու քաոս սարքելով շուրջը, ինչը Մարսն է բերում, Մարս մոլորակը, մանգալը դա հենց ինքը Մարսն է, սենց բացատրեմ մոլորակը, որպեսզի հասկանաք, ստեղ կան իմպուլսներ, եւ այլ, նաեւ կարող է ինների մոտ լինի հուզական այրում, չորտովի մատերի, սենց ամեն ինչ
քանդեն։ Միակ թիվը դա 18 թիվն է, որ ինչպես կարող է քանդի, ավելի լրիվ 0-ից սկսի, շատ հեշտ, միանգամից ոտքի կանգնելով։ Ինչքան էլ դա փաստ է մաքուրինների համար եւ մաքուրինները դրանք միրատվորեցներն են, իմացեք։ Հրշեջ օգնությունը, հա, MCS-ը, որ վազում են, գնում են մարդկանց փրկելու, օգնելու։ Ստեղ 18-ը ինչի վրա պետք է աշխատի, իրա մեկը, նյարդային գլուխն է մեկը, նյարդայինի հետ պետք է աշխատի, որ չնյարդայինանա, որովհետև կարող է խփի իրա ստամոքսին, իսկ Մարսը ինչն է, մարդու ստամոքսն է։ Եվ ինչն է հետաքրքիր, բալանս պետք է լինի 8-ը, ինչպես երկրի վրա, հա, մատերիալնի միր, այնպես էլ հոգևոր, որպեսզի դուք հասկանաք, երկուսը պետք է բալանսի մեջ լինի, լինելով պատասխանատու, որպեսզի, հա, չխփի իրա ողնաշարին։ Ամեն ինչ ինքը պետք է մտածի մեկը, հա, անալիզանի գլխի մեջը 9 եւ իջնում է ողնաշարին։ Դրա համար պետք է աշխատեն արդար, լինելով պատասխանատու, ճիշտ ծառայելով, խորհրդատվություն, հա, վերցնելով, այստեղ մասշտաբի մասին է, որովհետև 9-ը պետք է իր գլխի մասին մտածի, հիմար բաները պետք է իր գլխի միջից անի, պետք է լավատես լինի, պետք է ընդհանրապես ինքը ոչ մի վատ բանի մասին բան չանի, չմտածի, լինելով լավատես, ինչքան էլ կյանքը խփում է, ովքեր ծնվել են 9, 18 և 27 թվանշանի ներքո։ Հələ 27-ը ոչինչ է, խի, որովհետև երկուս կա այստեղ, ինքը միշտ կարա գնա կոմպրոմիսի։ Ինչպես եմ ես ճանաչում օրինակ երկուսներին, հա, ասում եմ, ես կապ ունեմ թվահոգեբանության հետ, մի անգամից, այսինչ լսում են ուշադիր ձեզ, մի անգամից ասում եմ երկու թիվ կա քո թվերի մեջ, սա ինչի հետ կապ ունի, թվահոգեբանության հետ, մի անգամից մտնում ես, սենց պապադայշ վտոչկու, հա, ոնց որ իմ բացահայտումների մեջ են։ Նույն բանը տարոնն է, ինչպես եմ ես թվերով, տարոն ինքը այնպեսի սակրալ գործիք է, իմ համար ինքը թվագիտություն է, որին ես ճիշտ օգտագործում եմ, որպես թվանշաններ, թվահոգեբանություն, ստանալով մարդու էներգիաները, որովհետև կրակ, օդ, ջուր, հող, հա, 4 տարերքներ կա և նաև կան մոլորակներ, այսպես բացատրեմ, որ ձեր համար ավելի հեշտ լինի, ինձ հասկանալ, թե ես ինչ եմ ուզում հասցնել իմ խոսքը ձեզ, ինչու, իմ խոսքը ձեզ դա մեկն է, որը պետք է տեղ հասնի, հա, որտեղ ինձ դիտում են բավականին շատ մարդիկ և այստեղ ես ուզում եմ ձեզ ասել, որ ութերի հետ կապված, հա, մի փոքր ուզում եմ խոսել, եթե ութերը ասենք թե մարդու հոգուտիվը 8-ն է, ինքը չպետք է կոնտրոլ անի, ոչ մի բան, եթե գալիս է մի պահ ձեր կյանքում սիրելի ութնյակներ, ովքեր ծնվել են 8-ին, 08, հա, կապ չունի որ ամիս, 03 դա կարող է լինի, 04, հեչ կապ չունի, բայց ընդհանուր թիվը ձեր հաշվում ենք, ստանում ենք մեկ թիվ, դա անում է 8, դա նշանակում է դա ձեր առաքինությունն է և դուք եկել եք որպեսզի ձեր առաքինությունը կատարեք, բայց եթե խոսքի օրինակ, հա, 8-ը ինքը անսահմանության նաև նշանն է, ոնց որ երկու հատ բոճկա լցված լինի, այսինքն ստեղ հոգևորը ձեր մոտ շատ կարևոր պետք է լինի, դուք չպետք է ամեն ինչ կոնտրոլի տակ պահեք և այստեղ ուշադիր լսեք։ Եթե ձեր կյանքում գալիս է մի պահ, կարմիչսկի թիվը, կարմայի թիվն է, որ ամեն ինչ կարա սենց կանգնի, առաջ չգնաք, ուրեմն դուք պետք է հասկանաք, որ ձեր 8-ը սխալ եք օգտագործում, ինչու՞մ,
Առողջության հետ կապված սրտի կաթվածի դա կարող է հասցնի, եթե հետագայում դուք բացասական եք օգտագործում ձեր թիվը, անենց որ սա այնպիսի գաղտնիք է, որ միայն ես գիտեմ, որովհետև դա ինձ ասել է հենց ինքը Ալեքսեյ Կապուստինը։ Նայեք ինչն է հետաքրքիր, վեննաներն է տրոմբոզ, որ առաջացնում է, հա, արյան համակարգն է, ստեղ դրա համար դուք ձեզ փակում է, երբ որ դուք կախվում եք ֆինանսներից, կոնտրոլ եք, բլոկ անում ձեր ֆինանսայինը, էլ տեղ չկա, ամեն ինչ դուք պետք է սրտով անեք, լինեք պատասխանատու, ուտնել է մասշտաբ, հասկացաք, մասշտաբի հետ կապ ունի, ստեղծելով ամեն ինչը պետք է հաշվի առնեք, եթե այս ինչ բանը դու սենց չես անում, հոգևոր արժեքներ չկա քո մեջ, միայն կախվելով ես փողից, փող։ Հələ մի հատ անալիզ արեք, հետ գնացեք, տեսեք ինչ թիվ ունեք, խոսքի օրինակ, եթե ձեր թիվը 3-ն է, 3-ը ինչն է, ինչպես այնտեղ մանրակրկիտ պետքա հոգևորն ու ձեր մատերիալնի միրը եւ հոգևորը, հա, բալանս լինի, չկախվեք դուք դրանից, ստեղծելով ինչ որ մեծ պրոդուկտ ունենալով լավ աշակերտներ կամ ինչ որ ուզում եք ստեղծեք, հա, ամեն մեկին ճիշտ վճարելով, որովհետև առանց դրա դուք առաջ չեք գնա։ Եվ եթե տեսնում եք լավ են աշխատում, մի քիչ ավելացնում եք իրանց գումարները, որպեսզի իրանք շատ լավ նաև քեզ ծառայեն ուտին, որովհետև ուտը մեծ մասշտաբի մասին է խոսում եւ անսահմանության, երբ որ տեսնում ես դու չես կարճում, հա, ինչ որ բաներից, այնքան որ արագ փող լինի։ Եթե դու ունես 3, մտածում ես, խոսքի օրինակ, հա, սազնանյան, գիտակցականը, դու պետք է հասկանաս, որ ժամանակն է չկախվես դրանից, ինչ որ նոր բան փոխես քո կյանքում։ Ուրեմն անալիզ այն չես անում։ Դու պետք է անալիզ անես, հաջող թիվ ունես, ինչ կարող եմ ես անել, չկախվելով ֆինանսներից, հոգևորս զարգացնեմ, ստեղծեմ մի այնպիսի հետաքրքիր պրոդուկտ, որ կարող է բավականին մեծ կոլեկտիվ ունենալ, ինքը շատ գործեր չանի, ինքը կողքից նստի, լինելով ղեկավար, հա, եթե ունի 1, բայց եթե 3 ունես, դա էլի ուսուցչի մասին է, կարա դասավանդի, կարա անալիզ անի, ոչ թե մտածելով այնքան, որ վարկյանական ես գումար աշխատեմ, այլ հակառակը, ինչ-որ նոր գիտելիքներ ձեռք բերի, նաև ինչու չէ, ուսուցանի գուրուները, դրանք ուսուցիչներն են, հոգևոր ուսուցիչները, ովքեր հոգևոր զարգացած են, հա, կարող են իրականում ձեզ տալ գիտելիք, դրանք ովքեր են, դրանք 6-երն են, ովքեր եկել են ծառայելու, օգնելու, էլի մասշտաբի հետ կապ ունի, դրանք 9-ներն են, ու էլի մասշտաբի հետ մեծ կապ ունի և եկել են ձեզ օգնելու, դրանք ուրեմն 4-ն էլ է մասշտաբի հետ, բայց կարգ ու կանոն և պատասխանատվությունը պետք է անպայման, նաև պետք է պաշտպանեն իրանց Սատուրնը, դոկումենտով, հա, այսինքն կարգ ու կանոն պետք է լինի, լավատես պետք է լինեք, դրանք 7-երն են, 7-ն էլ կապ ունի մասշտաբի հետ, դրանք 9-ին ասեցի, այո, 1 էլ 8-երն են և 1-երը, 5-երը, սրանք մեծ կապ ունեն բավականին մեծ մասշտաբների հետ, ինչ կարող եք անել, սիրելի ութնյակներ, եթե չկա հոգևոր զարգացում ձեր մեջ, հոգևորը ձեր զարգացնում եք, նոր գիտելիքներ եք ձեռք բերում, չերես 2-րդ, 3-րդ մարդ, դրանք գուրուներն են, աշակերտներն են, բարև ձեզ, մի րոպե, երեխեք ջան, բոլորին բան տամ, ահա, հասկացաք և չկախվելով այդ մատերիալնից, դելիգիրվեց անեք ձեր էներգիան, ամեն ինչը նոր պրոյեկտ լինի, նոր պրոդուկտ լինի, և այլն, ամեն ինչ սենց սխեման պետք է գծեք դուք, մանրունքներին ուշադրություն պետք է դարձնեք, դա ձեր ուտն է, հա, որովհետև բավականին հաջող թիվ ունեն շատ մարդիկ ուտի հետ կապված, չգիտես ինչու,
Այսօր եմ ունեցել այդպիսի հետևորդ, որ ես դիմել եմ, չի օգտագործում ինքը այդ իր թիվը, վախենում եմ, կարճել անենց բանից, որ եկել է մի հատ հետաքրքիր կոդ է, հա, իր մոտ ակտիվացել, այս մարդը պետք է սովորի երեքը դա նա է, որ դու պետք է կարողանաք, հարգելիներս, ինչ-որ նոր գիտելիք ձեռք բերեք, անալիզ անեք, քեզ պետք է խոսքի վայրկյանական այդ գումարը, ոչ, պետք է ֆունդամենտ լինի, մի հատ անալիզ արեք երկարի համար, հա, երկար ժամանակով, որը ձեզ մասշտաբը ձերուցն է, հա, կառավարել է թողում եք, որովհետև այդ ժամանակ չի օգնում, երբ որ դուք բացասական եք օգտագործել։ 4-ը եթե ունեք, նոր կրեատիվ, ինչ-որ լավ բան մտածելով, սպորտով զբաղվելով, անձը 7 չուներ, հա, 7-ը ինչն է, էներգիան։ Երբ որ սպորտով զբաղվում ես, երբ որ կարգ ու կանոն ես հաստատում, հա, ես ինչ ժամին սա եմ անում, այն ինչ ժամին նա եմ անում, անալիզ ես անում, ֆունդամենտ ես դնում, 8-ը սկսում է աշխատել, 7-ը էլ արդեն էներգիանը գալիս է, բայց կրեատիվ մի բան, որը որ ոչ մեկ, խոսքի օրինակ, հա, սկի մտքով չեր անցնի, որ դուք կարող եք անել, հասկացաք, իսկ մեկերին խորհուրդ եմ տալիս ընդհանրապես բաժանել իր աշխատանքը, հույսներդ մենակ ձեր վրա չդնեք, դուք պետք է անդադ շփվեք մարդկանց հետ, դուք պետք է բաժանեք ձեր գործը, հա, դուք պետք է կարողանաք կիսեք ու մինչև վերջ հասցնեք ձեր նպատակին։ Այսա թվա հոգեբանությունն, այսպես պետք է բացատրես մարդկանց, որտեղ հասնի, մարդը հասկանա, հոգևորվի, ցանկություն լինի, հա։ Հələ մի րոպե իմ կոլեգան է ինձ գրե երեխեք ջան։ Այսօր կոլեգայիս եմ երազից տեսում։ Հələ մի վարքյան սիրելի հետևորդներ կմոտենամ։ Օй, այդիշկա յուպի։ Չէ, այդ այելի ուրեն հակառակն է բացատրի։ Ես էլ ասեցի, հələ գրեմ տենամ հոբանցի երևոսեն, այդ շատ լավ, ոնց ես լավ ես, կարևորը լավ լինես, այդ լավ է, որ լավ տրամ ունես, անցանք առաջ լավ, հետո կպատասխանենք սիրելի հետևորդներ, ահա, ուրեն պտի հակառակը թարգմանեմ, ես ճիշտ եմ, նայեք, եթե հիմա օրինակ, հա, սովորական բան, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, ես տարում համադրել եմ թվերի հետ և թվերով նայում եմ, տեսնեմ, ինչպիսի էներգիա ունեք դուք, թվով ձեզ նկարագրում եմ, թե ինչպիսի մարդ եք դուք, կարող եք գրել միայն ձեր անունը և ձեր տարիքը, օքեյ, ու ես սկսում եմ թվերով աշխատել ձեզ, բնութագրել, ինչպիսի մարդ եք դուք, հերջան ուղիղ եթեր եմ, հենց պրծնեմ կգրեմ, չնեղանաս էլի, ահա, նայեք, գրում եք միայն ձեր անունը և քանի տարեկան եք, ես սկսում եմ թվերով աշխատել ձեր հետ, նկարագրելով ձեզ հեռավորության վրա, առանց ձեզ տեսնելով, կարող եք գրել, ոայ, հələ ես իմ հետևորդներն էլ չեմ, այն կարգի անջատված եմ աշխատել, Գոհար 32, շնորհակալություն Գոհար ջան, Գոհար 32 տարեկանի էներգիաները տեսնենք, բնավորության գծերը, Գոհար ջան, դու գիտես ինչպիսի մարդ ես, մեկ թվանշանը դա դու ես, հա, բայց քո մոտ միշտ ինչ-որ զրոյացում կարա լինի, զրոյացումը ինչի հետ կապ ունի, աբնուլինիա է, պետք չի ամեն ինչին դու կարաս նեգատիվ նայես, հա, ինչի համար, որովհետև քեզ մոտ նայի,
դավաճանությունները, մեջքից հարվածները, հա, դրանք քեզ փոխանակ մտածես, կյանքի դաս է եղել, որպեսզի այսինքն պոզիտիվ մտածես, ինչքան էլ դա եղել է, դա բոլորիս կյանքում լինում է, դա պետք է քննության նման մի բան է, հա, որպեսզի հաջորդ դա կլինի հարաբերություն, դա կլինի ինչ-որ իրադարձություններ եւ այլ, դու պետք է ամեն ինչին նայես ոչ թե ցավոտ, հա, նեգատիվ, վրեժ լուծես եւ այլը։ Միշտ պետք է իմանաս, որ վատ իրադարձություններից հետո միշտ էլ լավը գալիս է։ Միգուցե այդ մարդիկ հենց այնպես չի, որ եկել են, հա, այս իրադարձությունները քո կյանքում կարող էր լինել, դու դնում ես դա նայ առանց ներկայի դու ապագա չունես, բայց դու չգիտես ինչու ապրում ես անցյալով, անցյալի հարվածներով, դու այստեղ պետք է մտածես, որ ժամանակն է, այդ խլամը, հա, այն մտքերդ, որովհետև դու կարաս քո մեկ թիվն անում այստեղ 10-ն, հա, հանես քո գլխից, հասկանալով, որ ինչքան էլ վատ է եղել, ինչ ցավեր, ինչի միջով հարվածներ, կորուստներ, դավաճանություններ, հա, նեգատիվի մասին է խոսքը եղել է, միշտ էլ գիշերվա, հա, մութից հետո, խավարից հետո, միշտ էլ լավը լինելու է։ Դու պետք է շփվես բավականին լավատես մարդկանց հետ։ Ես քեզ հետ խոսում եմ թվերի միջոցով։ Դու պետք է շփվես, չկոտրվես, դա հակառակը։ Քեզ պետք է ուժեղացնի։ Հետո զանգից զբաղված եմ։ Հասկացաք, դուք պետք է կարողանաք ոչ թե միշտ այդ անցյալի ցավերով ապրել, դուք կարողանաք ներքին ձեր մեջ, կարող եք, մեկ թիվն ասում, զրոյացնել, աբնուլենիա, հա, այն ինչ եղել է, որպեսզի դա դաս լինի քեզ, պետք չի բողոքես, պետք չի տառապես, հա, լինելով լավատես, քայլելով առաջ։ Պետք չի նաև ինքդ ցավացնես մարդկանց, հասկանում ես, որ բոլորը այդպիսին են եղել, դա չի նշան, հա, այն մարդիկ, ովքեր հանդիպել են քո կյանքում, կամ եթե քո կյանքում ներկա պահին, կա ինչ-որ ցավոտ իրավիճակներ, հա, դու շատ ցավոտ ես դա տանում, դավաճանությունը կարող է չկարողանաս, հա, հեշտ մարսես, չես մարսում, չես ներում դու դա, բայց էգոյիդ վրա աշխատի, դա մեկն է։ Շնորհակալություն հայտնի այն մարդկանց, ովքեր եկել են քո կյանքում այդ դասը քեզ տալու։ Ինչի՞, որովհետև եթե այդ դասերը բոլորիս կյանքում չլինի, մենք չենք ուժեղանա։ Հասկացար, թողնելով անցյալը անցյալում, լավատես լինելով, ինքդ քեզ վրա աշխատելով, աղբը գլխիցդ նեգատիվը, բացասականը հանելով, ներելով, որովհետև դու կարող ես զրոյացնելով քո կյանքում, մաքրելով այն մարդկանց, ովքեր քեզ միայն տալիս են նեգատիվ էներգիա։ Հասկացար։ Իրերը օրինակ մաքրես, այն ինչ քեզ խանգարում է, որ դու առաջ գնաս, անցյալը, ինչի չես կարողանում կտրվես, դավաճանություն, ինչի վրա ֆիքսված կարող ես լինել եւ այլը։ Հասկացար։ Դրա համար պետք չի մեղադրել ոչ մեկին։ Բոլորիս կյանքում դասել լինում է, ինձ հետ ավելի ցավոտ է եղել, բայց ես շատ հեշտ հաղթահարել եմ, չնայած դրա համար պահանջվել է 15 տարի, բայց ամենայն դեպս ես ինձ շատ լավ եմ զգում։ Այսօր կամ այն, ինչին արժանի եմ։ Հասկացար։ Որպես խորհուրդ արի քեզ խորհուրդ էլ տամ։ Խորհուրդ Գոհար, խնդրեմ, ու կխնդրեի գրեիր, ինչքանով եմ ես ճիշտ զգում այս ամենը, այս էներգիաները թվային։ Ախ, մի րոպե, հա, Գոհար 32։ Կստացի 3 եւ 2 ինչ-որ բան փոխի քո կյանքում։ Միգուցե լեզու սովորես, Գոհար ջան։ Ես շատ ուշադիր եմ արարչական լեզվին։ Խորհուրդ Գոհար 32 տարեկան։ Հետևիր քեզ, տեսնես ինչ,
9 թիվն է, ոչ թե շուրջդ քայքայելու, այլ կառուցելու ինչ-որ նոր բան։ Պետք չի կյանքից դժգոհ ես, որտեղ դու մենակ էլ քեզ լավ ես զգում։ Ինքդ քո վրա ինչ կապված է գեղեցկության, շքեղության, դու պետք է լավ ծախսես, որ քո մոտ լավ գա։ Սա միշտ հիշի։ Եվ ավարտի զրոյացրա այն, ինչ քեզ խանգարում է առաջ գնաս։ Նորը կառուցելով, նոր պերսպեկտիվա, հոգևոր արժեքները զարգացնելով։ Իսկ այստեղ դու ունես եւ օգտվիր կյանքի շանսերից։ 9 դա նաեւ շանսերն է, հա, ինձ մոտ։ Տեսնում ես, շատ լավ բերքահավաք կունենաս, կոմֆորտ, ֆունդամենտ ստեղծելով քո շուրջը։ Հասկացար։ Հիմա ես մի հետաքրքիր բան էլ քեզ կասեմ, մտածի լավ ֆունդամենտ դնելու մասին։ Քեզ ասում է 9 պենտակլյումը, իսկ 9 հենց այնպես դուրս չի գալիս կառուցելու երկար ժամանակով, այլ ոչ թե քայքայելու սեփական կյանք։ Հասկացար։ Ինձ թվում է լավ հնարավորություններ կլինեն քո կյանքում, ես խորհուրդ եմ տալիս քեզ օգտագործել այդ հնարավորությունները, բայց լավ ֆունդամենտ դնելու համար։ Կապ ունես դու ինչ-որ գեղեցկության հետ, շքեղության հետ, բնակարանների հետ կապված, հա, խոսքի գույքի ինչ-որ սեփական գույք ունես, ինչու չես ձեռք բերում։ Լավ ֆունդամենտ դնելու համար։ Դու շատ լավ նաև կարող ես դրանով զբաղվել։ Իսկ ինչ վերաբերվում է քո տարիքին, 3-ին գումարում ենք 2, անում է 5։ Ես խորհուրդ կտայի քեզ լեզուն ես սովորել, ճիշտ ժամանակն է, չերեզուսուցիչ 3, հա, եւ երկուսդ համաձայնության գալով հարմարավետություն ստեղծելով շուրջդ, լինելով ներդաշնակ մարդկանց հետ։ 5-ը նոր շրջապատ, նոր կրեատիվ ինչ-որ հետաքրքիր լավ բան, փոխիր քեզ, միգուցե ստրիժկատ փոխես, միգուցե հագուստիդ ձևը փոխես, հա, ոճը փոխես, սանրվածքդ փոխես, դա շատ կօգնի քեզ, միգուցե փորձես նաև շրջագայ եզդայել, քեզ կօգնի ճամփորդությունները, հա, քո կյանքում հաղթահարել այն ծանր իրավիճակները, հարվածները, որոնք եղել են քո կյանքում։ Միգուցե այլ կերպ դու սկսես նայել իրականությանը, ռեալ աչքերով, թողնելով անցյալը, ներելով, հա, այն մարդկանց, ինչ եղել է քո կյանքում, որովհետև մենթալ պլանում ես քեզ չեմ տեսնում, որ դու այդ իրավիճակը մինչև այսօր բաց ես թողել, չմեղադրելով, ոչ մեկի հասկանալով, որ շնորհակալ լինելով, որ այն մարդիկ, ովքեր եղել են քո կյանքում, հա, իրանց շնորհիվ է, որ դու այդ դասերը կարող ես քաղել, ոչ մեկին չմեղադրելով, զրոյացնելով մի բան, նոր սկիզբ դնելով, որը կարող է ավելի հաջող լինել քեզ համար, կառուցելով նոր կյանք, այլ սֆերաները եւ այլը։ Անցանք առաջ, տեսնենք ով է գրելու։ Ահա, շնորհակալ եմ, խնդրեմ։ Գոհար ջան, այսով էր Գոհար Գամիրյան։ Այստեղ չեք գրել, ինչ նկատի ունեք, խնդրեի գրեիք ինձ։ Տեսնենք ով է գրում։ Հա, երևի բնակարանի, հա, որ ասեցի ունեք, եթե չունեք նաև, եթե գեղեցկության սալոնում էլ չես զբաղվել, նաև խորհուրդ կտայի։ Նաև ներդրումներ կարող ես անել, կենդանիների հետ կապված տիպիկ է այստեղ տեսնում ես։ Դա քեզ հետագայում կօգնի։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ։ Ահա, գրեք ձեր անունը եւ տարիքը, որպեսզի ես կարողանամ թվերով ձեզ հետ աշխատել, ձեր էներգիան, ձեզ ցույց տալ։ Բարև ձեզ։ Շատ լավ եմ, դուք լավ լինեք։ Էրիկա 29 տարեկան։ Տեսնենք Էրիկա 29 տարեկանի բնավորությունը, էներգիաները թվային։ Էրիկա ջան, 9 նայեք է։ Մի րոպե երեխեք ջան։
Նա հետո կպատասխանենք։ Ուրեմն մի տեսակ զգուշություն ունես դու, խնդիրներ, որոնք միգուցե եկել է քո անցյալից։ Ինը, նայ, դու կարաս խոսքի օրինակ, հա, ինը քո հիմա ներկապային, քանի որ ժեզլն է, կրակի էներգիայի հետ կապ ունի, որովհետև ժեզլը դա կրակի տարերքի հետ կապ ունի, հա։ Նայ, բաներ կա, որ դու կարող է հասնես դժվարության։ Ինչ-որ մարդիկ քեզանից եթե պրետենզիա ներկայացնեն, դու կարող ես շատ շուտ վախենաս, նեպազուբամ, հա, բայց բաներ էլ կա, որ դու դրանց հասնում ես, եթե ինչ-որ մի բան սխալ է լինում, բայց դու էլի քո ասածը կարող անես, հա, իմ ասածն է ու վсё, մինչև վերջ, էդի սխալ է, էդի քո էգոն է խոսում ստեղ, հասկացար, տես չի, դու պետք է կարողանաս քո էգոյի վրա աշխատես։ Իսկ եթե ինչ-որ հարցում մարդկանցից պաշտպանվում ես, ցանկանում ես միայնակ մնալ, հա, միայնակությունը քո համար էլի սխալ է։ Ինչու՞։ Միգուցե խնդիրներ կան, որոնք գալիս են քո անցյալից։ Խոսքի օրինակ 9 նաև կարա ավարտի։ Հա։ Այստեղ դու ոնց ասեմ, քեզ որ ճիշտ հասկանաս, իմ զգացողությունները թվայինի հետ այնպիսին է, որ դու կարող է փակվես որոշ մարդկանցից, հա, չուզենաս շփվել եւ այլ եւ այլ եւ այլ։ Ինին պետք չի, որ ինքը ապաթիայի մեջ ընկնի, հա, ներկա պահին քո էներգիաներն եմ ասում, 9 թվանշանն է ժեզլ, հակառակը դու այն ինչ եղել է անցյալի հետ դա կապ ունի, էդի չես բերում ներկան։ Հասկացար, դու պետք է կարողանաս աբնուլենիա ինչ որ բան անես քո կյանքում, չկարչելով ինչ որ բանից, հա, զրոյացնես, որ ինչ եղել է խոսքի օրինակ անցյալում, ինչու եմ ես փակվել, որովհետև դու չպետք է փակվես, դու պետք է սկսես մարդկանց հետ շփվել, հասկանում ես, չպետք է զգուշանաս, էլի նեյտրալ պահի քեզ, բայց քեզ պետք է որպեսզի դու շփվես մարդկանց հետ, հասկանում ես, շփումը շատ կարևոր է, բայց չգիտես ինչու, դու սիրում ես մենակ լինել։ Մենակ բոլորս ենք սիրում, հա, 9 իմ թիվն է, բայց ես էլ պետք է շփվեմ մարդկանց հետ, հասկանում ես։ Ահա։ Իմը գալիս է վիրավորանք բառը։ Վիրավորանքը դա կարա լինի ինչ-որ մեկի քեզ չգնահատելու հետ, որը քեզ մտածելու տեղ է տվել, հա։ Մարդկանց հետ հարաբերություններում դա կարող էր լինել, սիրելի հետ հարաբերություններում դա կարող էր լինել, ինչ-որ զգուշություն, որը եղել է անցյալից և այսօրվա դրությամբ, դա քեզ մտածելու տեղ է տվել, որ դու սենց փակես։ Կխնդրեի ինձ գրեիր, ես հիմա քեզ խորհուրդ կտամ, թե տարիքդ որն էր, մի րոպե երեխեք ջան, Էրիկա 29, խորհուրդ Էրիկա 29 տարեկանի համար, տարոք հարտերի կողմից, հանի սրտիցդ են ծանր բաները, ցավերը, որոնք եղել է, ես տեսնում եմ, որ դու չես կարողացել ներել, ինչքան էլ ցավոտ է քո համար, ժամանակն է դա հասկանալու, այդ նեգատիվը դու կարող ես դիսյատկա միջի, տեսնում ես, ավարտիր, հասկանալով, որ պետք է ամեն ինչ զրոյացնել, նորը սկսել, չապրելով անցյալով, այլ ապրելով ներկայով, հասկացար, երբ որ սկսում ես ներկայով ապրել, բաց թողնելով անցյալը, ինչ եղել է, հա, ցտեսություն անելով, մաքրելով քո շրջապատը, քեզ լրիվ փոխելով, նոր սկիզբը արդեն սկսվում է, փոփոխություններ դեպի լավը, բոլորը չի, որ վատն է, շփվելով լավատես մարդկանց հետ, հերիքա նեգատիվ մտածես, կխնդրեի գրեիր ինձ, Էրիկա ջան, անցնենք առաջ, մի ապրի անցյալի շրանքներով, ապրի ներկայով, թողնելով անցյալը, աբիդաները, դավաճանությունները, ցավերը, այն ինչի միջով դու անցել ես,
Անիմաց չվատնելով ժամանակդ, հա, գլխիցդ չհանելով դա, ժամանակն է, զրոյացրա և նոր կյանք սկսի, ապրելով ներկայով, քեզ փոխելով, դու դա կարող ես անել, ինչքան էլ ծանր անգամ բնավորություն ունենաս, դու կարող ես դա անել, անցնենք առաջ սիրելի հետևորդներ, ճիշտ եք, շնորհակալություն, շնորհակալ եմ, շատ ճիշտ եք, շատ ճիշտ եք, ես շատ մեծ ցավ եմ ունեցել, ինչքան էլ դա ցավ լինի, կորուստ լինի, դավաճանություն լինի, բոլորի կյանքում էլ լինում է, շնորհակալություն հայտնիր Արարչից, որ դա քեզ կարող է ուժեղացնել, այդ ամեն ինչի շնորհիվ դու կարող ես ուժեղ մարդ դառնալ, ներել և շարժվել առաջ, ասնենք հաջորդ հետևորդին, Նաիրա 32 տարեկանի թվային էներգիան, Նաիրա 32 տարեկանի թվային էներգիան, բնավորությունը, երեքնավատ չի, ես սիրում եմ ինձ ասում ես, նու կարալևա, բալա, շատ ռեսուրսներ կարող ես ծախսել քո վրա, իմ մոտ անես տպավորություն է, որ դու իշխող բնավորության տեր կին ես, հա, հնարավոր է երեք էներգիան խոսում է գեղեցկության մասին, դու քեզ վրա կարող ես շատ ծախսել, ինչ-որ բաներ միգուցե սովորել ես, ինչ անում ես, անալիզ անում ես, բայց քո լավն ու վատը շատ լավ գիտես, հա, կխնդրեի մի հատ կգրես Նաիրա ջան, շատ եմ գնահատում ինձ, քո կողքին կարող է պատկապ լուչնիկ, թույլ տղամարդ լինի, այլ ոչ թե ուզեղ, որովհետև դու սիրում ես, քո տեղում լինել, քեզ հենց հիմա ներկա պահին ես տեսնում եմ դիվան կամ բասկաթոռի վրա նստած, բավականին փափուկ ինչ-որ բան կա սենց մեջքիդ հետևում կամ ձեռքիդ մոտ, հա մութանկինի նման, տենց են ասում, բարձի տիպի, սենց կամ ինչ-որ սենց հետաքրքիր բանի հետ է կապված, միգուցե սիրում ես նաև, այստեղ հնարավոր է դու նաև հղիացած լինես, այսինքն խոսում է երեխա, ընտանիքի մասին, ում համար շատ կարևոր է իր ընտանիքը, երեխաները, մարդկանց հետ շփումները, գեղեցկության հետ կապ ունի, սիրո, համերաշխության, նպատակասլաց կնոջ մասին խոսում էստեղ, շատ հետաքրքիր է, այստեղ ոնց գցում բռնում եմ, են մի աղջկա թիվնել էր, հա, տարիքը 32, ունենք էլի 32, Նաիրա ջան, միգուցե դու էլ ինչ-որ նոր կրեատիվ բան մտածես, լեզուների հետ կապված, ճամփորդությունների հետ կապված, քո կյանքում ինչ-որ բան փոխելու, թիվդ լավն է տարիքիդ, կրեատիվ, ինչ-որ նոր բան սովորելու, ինչ կապ ունես դու, ինչը կապ ունի գեղեցկության հետ, միգուցե ուխոժն ես սիրում լինել, հա, որպես կին, իմ ասածը պետք է լինի, սիրում ես ազդես, որոշ մարդկանց որոշումների վրա, լավ մամա կլնես, լավ համով, կուլակներդ, հա, համով բաներ կարող ես պատրաստել, ես, բայց, ստեղ մի փոքր խորամանկ կարող ես լինել, ինչու, երեկտիվը նաև շատ խորամանկ կանանցից է խոսում, հա, ովքեր շատ լավ գիտեն, ինչ անեն, որպեսզի ի օգուտ որոշ բաներ իրենց համար լինի, սիրում եք կոմֆորտ, չեք սիրում, երբ որ ձեր կոմֆորտը խախտվում է, շնորհակալություն, կխնդրեմ գրեիք Նաիրա 32 տարեկան, շատ հետաքրքիր կլինի քեզ լսել, էներգիաներդ պասիվա, չի ասի ակտիվա, ու մի հետաքրքիր հարց կուղեի, դու երկու երեխա, երեք երեխա ունես, խնդրեի գրեիր, դա մեկ, երկրորդ, քույրիկ ունես, միգուցե երկուսն եք, երեքն եք երեխա, խորհուրդ քեզ, ստեղ վլիյանիան է, հա, քո ազդեցություն կա, կամ միգուցե մամայի հետակապված ազդեցությունը մամայի կողմից քեզ,
Okay. Հարմարավետ, ոտքիդ գցած, հա։ Խորուրդ մեր Նաիրա 32 տարեկանին, տարոք հարտերից։ Շոկի մեջ ես հիմա։ Կան բաներ, որ դու պետք է ուշադրություն դարձնես քո կյանքում, էգոյիդ վրա։ Քեզ հուշում է բավականին լուրջ զգուշացում եւ տարոք հարտ։ Դա 14-րդ, ներողություն, 16-րդ արկանն է, բաշնյա։ Բաներ կա ինքը վերևից նայում է։ Սա Աստծո աչքի մասին եմ ես խոսում։ Ռիսկերի հետ կապ ունի։ Խորհուրդ է տալիս քո կյանքում շատ շտապողական որոշումներ մի կայացրա, որի համար հետո կարող զղջաս։ Ուշադրություն դարձնես քո առողջությանը։ Կստացի 1 եւ 6-ը այստեղ բերում է 7-ի։ Հոգևոր արժեքները զարգացնես։ Հասկանում ես ինչ եմ խոսում։ 1-ին 6 լինելով ներդաշնակ, 6-ը նաև ներդաշնակության մասին է խոսքը։ Դու դա կարող ես, հետևելով քո առողջությանը, հոգևոր արժեքներդ զարգացնելով, որովհետև 1-ին 6 անում է 7։ Միգուցե ինչ-որ նոր բան մտածես, զբաղվես ինչ-որ հետաքրքիր բանով, օրինակ, ինչ կարաս անես, որ հոգևոր արժեքները զարգացնես։ 1, 6, 7 լինելով հետագայում բալանսի մեջ քո շուրջը, այլ ոչ թե շոկի ենթարկելով քո պահվածքով, քո ինչ-որ բառերով մարդկանց, օրինակ եմ բերում։ Այստեղ որովհետև ես տեսնում եմ հնարավոր է ինչ-որ խնդիրներ լինի։ Բաշնյան Աստծո տան աշտարակն է, որի աչքից ոչինչ չի վրիպում, հա։ Խորհուրդ է տալիս քեզ հետևես նաև առողջությանդ, որպեսզի հետագայում գործ չունենաս ոչ մի քաոսային իրավիճակի հետ եւ լեզվիդ նաև հետևես եւ էգոիդ, որովհետեւ դա կարող է հետագայում քո տունը քանդի։ Ցավոք սրտի այսպիսի բաներ ասում։ Տեսնեք ինչի համար այս քարտը դուրս եկել։ Պետք չի վախենաս ինչ-որ փոփոխություններից, որ կոմֆորտդ կարող է խախտվի։ Նաև դրա հետ կապ ունի եւ խորհուրդ կտամ մարդկանց, որպես իր չնայես, օրինակ քո տղամարդուն, հա։ Որովհետեւ տղամարդը իր չի, որ վախենաս, որ կարող է մի օր թողնի, կամ ռեսուրսներիդ հետ կապված, աշխատանքիդ հետ կապված, այլ խոսքի ալարես ինչ-որ գումարներ, 4-ը ինչի հետ կապ ունի, նաև ոչ թե քո կոմֆորտի հետ, հա, 4 թիվը դա նաև կապ ունի առողջության հետ, պատասխանատու լինելու հետ, կարգ ու կանոն հաստատելու հետ, փաստաթղթային գործեր, եթե կան կիսատ թողած, կարգավորելու հետ, հասկանում ես։ Ինչ-որ նոր կրեատիվ բան մտածելու հետ, եթե խոսքի օրինակինը չի աշխատում, վախենալ պետք չի, որ ստեղ ինչ-որ բան կարող է սենց քանդվի, պետք է բաց թողնես իրավիճակը, 4-ն է քեզ ասում, ինչ-որ նոր կրեատիվ բան մտածելով, հետևելով առողջությանդ, հա, գլխի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունես, դու ցավեր, կարող է բարձրանա իշնի ճնշումդ, նաև դրա հետ կարող է կապ ունենա, ստեղ նաև ասում է, որ եթե կա տենց ինչ-որ միջամտություն առողջականիդ հետ կապված, եթե դու դա չանես, Մարսը դա կանի, բավականին անսպասելի Մարս մոլորակը, ժամանակն է չվախենալու, ռեսուրսներ ծախսելու, այլ ոչ թե վախենալու ինչ-որ մի բան ծախսելու, քո առողջությանը հետևելու, փաստաթղթեր, եթե կան կիսատ թողած, այդ փաստաթղթերով զբաղվելու, կարգի բերելու, հասկացար, իսկ եթե դու դա չանես, Մարսը իր գործը կանի, տեսնում ես։ Ես խորհուրդը տվեցի, կլսես, եւ կարգ ու կանոն հաստատելու քո շուրջը։
Դա քո գործն է։ Մեկ մարդիկ կան, որ շատ մեծ կարծիքի են, հա, լինում իրենց մասին, խոսքը ձեր մասին չէ։ Ստեղ էգոն ձեր հակառակ աշխատացնում ձեր թվերը, ինչու, որովհետև գալիս է աշտարակը քանդում է, ասում է, հա, դու իր տենց ուզում, բայց դու ով ես իմ դեմ, դա արարիչն է ասում, խփում է քո թույլ տեղը, որպեսզի դու փոխվես, ինքը չի գալիս տանում փլուզում բոլոր սֆերաները, հա, որպեսզի դու վախենաս, ոչ, եթե խոսքի օրինակ տան հետ ռեմոնտ ունեք անելու, իմ խորհուրդը ձեզ կարաք ռեմոնտ անեք, մի ալարեք գումար չծախսել, ժլատ մի եղեք, ծախսեք, ուրեմն դրա ժամանակն է, միգուցե ինչ-որ նեգատիվից, բացասականից կազատվեք նորը ընդունելով ձեր կյանք, հա, նաև այս մասին էր խոսում Բաշնյան նաև վերանորոգման մասին է խոսում, խողովակների մասին, եթե տենց խնդիրներ կա, հա, բացի առողջությունը, ժամանակն է փոխելու, ժլատություն պետք չի անել, վախենալ պետք չի, որ մի երկու կոպեկ ես ծախսեմ, հա, տան համար, այդ գործերն անեմ, ամեն ինչ դեպի լավը կգնա, նույնը ձեր առողջության հետ է կապված, ինչ անում ես, նաև պետք է ներդրում անես, որ դու ունենաս արդյունք, հա, կարծում եմ հասկացաք ինձ, Նաիրա ջան, անցնենք առաջ, ճիշտ եք, ահա, կխնդրել դուք էլ գրեք, Նաիրա, այո, շնորհակալ եմ, բարև ձեզ, սնեկելով, ոյ, ես ինչ արի, երեխեք ջան, այսպես, տեսնենք էլ ով ունենք էստեղ, ով է գրել, ես շոկի մեջ եմ, շատ ճիշտ եք, շնորհակալ եմ, Նաիրա ջան, շնորհակալ եմ, այո, մեկ հոգու հետ էլ աշխատեմ, որովհետև ես իմ աշխատանքի ժամը ճիշտ ասած ավարտել եմ, 2 երեխա, շնորհակալ եմ, Նաիրա ջան, միգուցե մտածեք 3-րդ երեխայի մասին, դա ձեզ հաջողակ կդարձնեմ, 3-ներ, իրոք այստեղ էլ ունենք մարդիկ, որ պետք է դրուզիա տանք, ներողություն բան տանք, ճիշտ եք, ես շատ մեծ ցավ եմ ունեցել, օրինակ նայեք, ես ունեցել եմ տարոլակ, ինձ մոտով սովորել է, հա, հիմա ինքը տարոլակ է սկսնակ, շատ մարդիկ իրան տիկտոկից ճանաչում են, բայց ես անուններ չեմ տա, ինքը այսօր ինձ դիմել է ինչ-որ անձի հետ կապված, ես ամուսնություն եմ տեսել, և ես ուրախ եմ, որ ես կարողանում եմ մարդկանց կյանքում հայտնվել և այդ մարդկանց կյանքում կարող եմ լինել լավ իրադարձություն, որովհետև ես այսօր կանխատեսել եմ և ես դա տեսել եմ, էլի ինչ-որ լավ բան կա եղել է, բայց ես արդեն այդ հարցում կլռեմ, որովհետև դա գաղտնիք է, ինքը թող ասի հետագայում ես այդ մասին չեմ խոս, ինչի համար ես շատ լավ զգացի ինձ, մի հետաքրքիր բան կա իննի մոտ, իննը պետք է ոչ սովորական մարդկանց վերցնի իր մոտ, հա, սովորեցնի և եթե դու տալիս ես մարդկանց գիտելիք, իմ 5-նա միսիայից թիվը որպես ուսուցիչ հոգևոր, հա, եթե այդ մարդկանց մոտ լավ է իրենց գործերը, դեպի լավն է գնում, խնդրեմ, քո մոտ էլ կարա լավ լինի, չի կարա քո մոտ վատ լինի, թվերը պետք է իմանալ ճիշտ, աշխատեցնել, որպեսզի հասկանաք, թե ինչպես, որը որից հետո ես սա պետք է անեմ կամ նա պետք է անեմ, կստացի 2 այսօր կոնսուլտացիա եմ ունեցել, 2-ն էլ և տարո համադրած և թվային հոգեբանություն, շատ լավ արդյունք է եղել, արդյունք նկատի ունեմ, մարդիկ շատ գոհ են եղել, հարցրել եմ, հենց այսպես էլ ասել են, շատ գոհ ենք, ինչի համար ես շատ ուրախ եմ այդ իմ հետևորդներից, որովհետև իրանց համար բավականին անսպասելի է եղել, որ ես 2-ը
մեկում եմ արել, ինչի համար իրենք քանի որ գոհ են, ես էլ եմ գոհ, իսկ ինչի համար պետք է ես էլ գոհ չլինեի, եթե այդ մարդիկ գոհ են։ Իմ բոլոր կոնսուլտացիաները սրանից հետո լինելու են տարո և թվային հոգեբանությամբ։ Այսքանով ես կավարտեմ, սիրելի հետևորդներ, տեսնում եք հանգիստ չեն թողնում, ես պետք է վերադառնամ իմ ընկերների մոտ, որպեսզի զրուցենք։ Այսօր այսքանը, լավ եղեք, կունենաք հարցեր, խնդրեմ, տարո թվա հոգեբանության կոնսուլտացիաների համար կարող եք դիմել իմ WhatsApp, այստեղ էլ կարող եք դիմել, ուրեմն Telegram կանալին, այստեղ ինձ մոտ այդ հարցում արդեն մի փոքր արժեքների տարբերություն է փոխվել։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ լայվի ժամանակ։ Ցտեսություն։